Ով է Մադրիդի գլխավոր մեղավորը այս վիճակի, որտեղ որ մենք հիմա գտնվում ենք Մադրիդի երկրպագուների ջան։ Եթե ցանկանում եք, ես իմ տեսանկյունը բացատրեմ ձեզ եւ ցույց տամ, թե ինչու եմ ես այդպես կարծում։ Ես փորձել եմ ձեզ այս ամենը բացատրեմ ֆակտերով, որոնք որ ես տեսել եմ խաղադաշտում եւ խաղադաշտից դուրս։ Ուրեմն, Խաբի Ալոնսոյի հերասման միակ մեղավորներից մեկը Պերեսն է եւ Վինիսիուս Ջունիորը։ Միջև այս ամենի խորանալը ես կուզեմ նախորդ ասեմ, որ ես անձամբ չեմ ցանկացել, որ Խաբի Ալոնսոն լինի Ռեալ Մադրիդի գլխավոր մարզիչը։ Ինչու՞, որովհետեւ ես կարծում եմ, որ մեկը իր մոտ չի ստացվելու ոչ մի բան, որովհետեւ մեր Մադրիդի ֆուտբոլիստները նախ շատ զվյոզնի են, այսինքն էգոիստներ են, ովքեր որ պատրաստ չեն լինի Խաբի Ալոնսոյի փոխարինումներին, իսկ Խաբի Ալոնսոն այնքան ուժ ու տղամարդկություն չի ունենա, որպեսի պայքարի էգոիստների հետ։ Իրանց համար էգոիստների մեր թմի պետք էր գերմանացի ինչ որ շատ կոպիտ մարդ կամ պետքա շատ պուպսիկ ինչ որ մեկը լիներ, ով որ այնքան կպաշտպչեր իրենց թուշիկները, ոնց որ օրինակ անում է Կարլո Անչելոտին, Զինեդին Զիդանը համատած ավելի լրջի մեջ էր, բայց մեկը ինքը հանդերձարանում ավելի մեկը մոտ էր ֆուտբոլիստների հետ, ոնց որ ընկերներ լինեին ու հետի փաստում է ֆուտբոլիստների մեկնաբանությունները Կարլո Անչելոտի կամ Զինեդին Զիդանի մասին։ Մեզ պետք էր իմ կարծիքով ու ես ներկա պայդրությամբ կարծում որ մեզ հարկավոր է Թոմաս Տուխելը կամ Յուրգեն Կլոպ։ Ներկա պայդրությամբ Թոմաս Տուխելը զբաղված է Անգլիայի հավաքականով, ինքը աշխարհերաշխություն է տարել հավաքականին ու այնտեղ պայքարելու են համառը։ Աշխարհերաշխությունից հետո հավանական կլինի իրան բերելը թե չէ, շատ բարդ է հիմա ասել։ Նույնն էլ Յուրգեն Կլոպին ամառը ձեռք բերելու համար Յուրգեն Կլոպը այս վերջերս շատ կոպիտ պատասխան տվեց այն լրագրողներին ու այն լուրերին, որ շատ հնարավոր է Ռեալ Մադրիդը հետաքրքրվի Յուրգեն Կլոպով, որպեսզի նա լինի Ռեալ Մադրիդի գլխավոր մարզիչը, ինքը շատ པարզ ու հասարակ ձևով ու հասկանալու ձևով, որ այդ մարդը դերևս Մադրիդում չի, բայց շատ լավ པարզ տենում է, թե ինչ է ստեղ կատարվում։ Ստեղ կատարվում է այն, որ տրիները ոչ մի բան չի որոշում, ու ստեղ խնդիրներ կան ոչ միայն տրիների հետ կապված, այլ նաև ֆուտբոլիստների, ու ոչ միայն ֆուտբոլիստների, նաև ղեկավարության։ Ինքը պրյամո հետի ասաց ու այդ խոսքերից հետո կարծում եմ Ֆլորենտինո Պերեսը իրան չի բերի Ռեալ Մադրիդ ու տեղից էլ դա շատ քիչ հավանական էր։ Հիմա ասենք պատմությունը, թե Խաբի Ալոնսոն ինչու հեռացվեց կամ հեռացավ, չգիտեմ, լրատվամիջոցները շատ տարբեր են այս ամենը պատմում, բայց ես ամեն դեպքում կարծում եմ հեռացվել է, ոչ թե ինքը իր կամքով է հեռացել։ Պատճառներից ամենագլխավորը կոնկրետ որ Խաբի Ալոնսոն հեռացավ այսքան շուտ, ինքը նորը գոնե ժամանակ կստանար։ Դա Վինիսիուս Ջունիորն է եւ Ֆլորենտինո Պերեսը։ Բացատրեմ, երբ որ մրցաշրջանը սկսվեց, մենք շատ լավ ու հետաքրքիր ֆուտբոլ էինք ցույց տալիս Արդա Գյուլերով, Մաստանտոնոյով, մեր կազմը լրիվ փոխվել էր, մեր խաղաոճը լրիվ փոխվել էր, լրիվ յուրահատուկ ձևով էինք խաղում, որը որ Ռեալ Մադրիդին вообще նման չէր ու շատ լավ էինք հանդես գալիս։ Բայց շատ ժամանակ մեր ֆուտբոլիստներից ոմանք ամեն խաղի ինչ որ մեկ օրինակ վատ էր խաղում, ու դա նորմալ է։ Այդ վատ խաղացող ֆուտբոլիստին պետք է շուտ փոխարինել պայստայիններից մտցնել են մարդուն, ով որ կարող է իրան փոխարինի ու արժանի փոխարինի, ու այդ պայդրությամբ ավելի շատ օգուտ տա, քան այդ անունով ու աստղային ֆուտբոլիստը, ով որ դաշտում էր գտնվում։ Ու այդ տակտիկայով էլ շարժվել է Խաբի Ալոնսոն։ Ու Վինիսիուսը դրանից գժված բողոքվում է Ֆլորենտինո Պերեսին կամ չի բողոքվում, դաժե կարա չբողոքվի ընդհանրապես Ֆլորենտինո Պերեսը դա ինչը տեսնում է եւ ջղայնանում է։ Եվ այդ ամեն ինչի ջղայնանալը զգացվում է այն ժամանակ, երբ որ Վինիսիուսն է շատ կոպիտ իրան պահում El Clasico-ի ժամանակ։ Անձամբ ես ասում եմ, որ Վինիսիուս Ջունիորը միջև փոխանցվել է թմի լավագույն ֆուտբոլիստներ, եթե ճիշտ եմ հիշում, իմ կարծիքով էլ ինքը El Clasico-ի լավագույն ֆուտբոլիստներ, առաջի El Clasico-ի մասն է խոսքը, որը որ Ռեալ Մադրիդը 2-1 հաշվով գրեց։ Այդ ժամանակ ես անձամբ Վինիսիուսին չէի փոխարինի։ Հիմա Խաբի Ալոնսոն բայց տրիներն է, ինքը որոշում է կայացրել փոխարինի, դու լիքը խղճեր եղել է, որ դու լավ չես խաղացել, փոխարինվել ես ու դու ինքը իր մեջ այդ ամենը պահել է, հիմա երբ որ կլասիկոին լավ էր խաղում ու իրան փոխարինեցին, ինքը սկսեց այդ ամենից գժվել։ Ու ինքը ոչ մեկին, բարի բուն իմաստով ոչ մեկին չի հարգում ու դուրս է գալիս ստադիոնից չէ, մտնում է հանդերձարան, առանց ոչ մեկի ձեռքը սխմելու, պրոստը գժված հիստերիկի պես ու պրոստը նվաստացնում է թե Խաբի Ալոնսոյին, թե երկրպագուներին այդտեղ գտնվող եւ գժվացնում է Ֆլորենտինո Պերեսին, ով որ գժվում է ոչ թե Վինիսիուսի վրա, որը տենց քայլարեց, այլ Խաբի Ալոնսոյի վրա, թե դու ինչի փոխարինեցիր։ Ինչ որտեղ կարելի հասկանալ, թե կոնկրետ այդ խաղի շուտ փոխարինեցիր, կանային այդ հարցը քննարկեն։ Բայց այդ խաղից հետո Վինիսիուս Ջունիորը միշտ եղել է մեկտարկային կազմում, ինքը, չէ, մի անգամ այդ ինչ խաղում մի մեկտարկային կազմ չի եղել, այդ էլ եղել է այն ժամանակ, երբ որ ինքը Բրազիլիայից նոր էր եկել, դա այսքան հավաքականների
դադարեն ու դաժե երևի ինքն է խնդրել, որ ինքը զամեն լինի այդ ժամանակ։ Պրոստը Ֆլորենտինո Պերեսը ճնշել է Խաբի Ալոնսոին, որպեսզի նա խաղացնի Վինիսիուսին այդքան շատ։ Ու նույնն էլ Մբապեին է վերաբերում, Մբապեն Ռեալ Մադրիդի լավագույն ֆուտբոլիստն է այս մրցաշրջանում, բայց ինքը շատ խաղեր ա եղել, որտեղ որ պետք է եղել իրոք Մբապեին փոխարինել, բայց Մբապեն ամենաշատ ժամանակ անցկացրած ֆուտբոլիստն է խաղադաշտում, եթե չեմ սխալվում, ամենաշատը Մբապեն է խաղացել, շատ ժամանակ է ստացել, երբ որ դաժե արժանի չի եղել, ինչքան էլ ինքը թվի լավագույն ֆուտբոլիստն է, եթե ինքը այդ բային լավ չի խաղում, պետք է իրեն փոխարինել։ Բայց Մբապեից չեմ տեսել, որ Մբապեն գնա կամ չգիտեմ, կամ կարող է Պերեսը հենց դեմից Մբապեի հետ կապված ասել, բայց ամենտեղս Մբապեից տենց պրոակտիվնի պահեր չեմ տեսել, ոնց որ Վինիսիուսը։ Կարող Մբապեն ավելի խելացի է, պահում իրան ու դաշտում ցույց չի տալիս դա մինչև ներքոյան։ Բան չունեմ ասել, բայց Վինիսիուսին է շատ վատ ապայել ու այդքանից հետո Ֆլորենտինո Պերեսը փոխանակ բռնի Խաբի Ալոնսոյի ձեռքը եւ ասի հիմա դե ոչինչ, այս անգամ սխալվեցի, օրինակ շուտ փոխարինեցիր, բայց խնդրում եմ ուշադիր եղի, երբ որ լավ ախամ ես մարդը մի փոխարին իրան։ Բայց այդ ամեն ինչը եղել է ավելի ուրիշ կարգերի, ավելի ուրիշ դասերի մեջ, որ Վինիսիուս Ջունիոր ջան, դու դա կանցա խաղալու ես, եթե փոխարինվես էլ կարող դաժե քո ցանկության մենակ փոխարինվես, ու դրանից հետո Վինիսիուս Ջունիորը ամենաշուտը փոխարինվել է, եթե չեմ սխալվում 77-ին Տոլի այսիմ քանի օր դրոպեն, դա էլ երևի խաղը կրելուց ընկել է կոնկրետ այդ ժամանակ։ Ու գալիս է կլասիկոյի ժամանակը, կլասիկոյին Վինիսիուս Ջունիորը էլի վատ հանդիպում չի անցկացնում, պրինցիպի կարելի է ասել Ռեալ Մադրիդի լավագույններից է դաժե այդ խաղին, ու էլի ինչ որ չափի շուտ է փոխարինվում, կարելի է կոպիտ ասել, բայց իդոքում շուտ չի փոխարինվել։ Բարդվում են կլասիկոյում, Վինիսիուս Ջունիորը անարգալից վերաբերմունքը շարունակում է ցույց տալ Խաբի Ալոնսոյի հանդեպ ու գնում է այնտեղ արդեն հանդերձարան, պարտվում է կլասիկոյում ու ես էլ ամենաճիշտ ժամանակներից մեկն էր, որ հեռացնել Խաբի Ալոնսոյին, Վինիսիուս Ջունիորին դժգոհություն, բացի այս ամեն ինչը ժողովուրդ, Վինիսիուս Ջունիորը ինչ արենա է, որ այսքան խոսում են, որ Վինիսիուս Ջունիորը խի պայմանագիրը չի երկարաձգում Ռեալ Մադրիդի հետ։ Պատճառներից մեկը այն է, որ ինքը որպես պատճառ է դրել Ֆլորենտինո Պերեսի դեմը, որ եթե Խաբի Ալոնսոն է լինելու, ես չգիտեմ, թե ինչքան եմ խաղալու, ես կասկածներ ունեմ, ես վախեր ունեմ, խաղամ արդյոք շատ, չեմ խաղա շատ, իմ համար խաղա ժամանակը շատ կարևոր է, եթե Խաբի Ալոնսոն է լինելու, ես դեռևս վստահ չեմ, որ ուզում եմ այս թվում շարունակեմ։ Հնարավոր դաժե այդ փողային թեմաները չի եղել, որը որ ամենագլխավոր պատճառներից էր նշվում։ Այս ամեն ինչը դեր է խաղացել Վինիսիուս Ջունիորի կողմից մանիպուլյացիաների ու նաև Ֆլորենտինո Պերեսի Վինիսիուս Ջունիորի համար գժվելու որպես մարդ ու ֆուտբոլիստ։ Այդ ամեն ինչը բխեցին ու հասանք այսօրվան, որ Խաբի Ալոնսոն հեռացված է։ Ես անձամբ ինչպես կանեի, եթե Խաբի Ալոնսոն հեռացվում էր, ես տարբերակն կընդունեի, եթե գար փոխարինող ինչ որ լուրջ մարզիչ, ում որ գիտենք, որ հենց հիմա գալու է, ամեն ինչ ուղղելու է, ամեն ինչ դզելու է, բայց շա, մենք բերում ենք Կաստիլիայի մարզիչի, ով որ բարձր մակարդակում ոչ մի բան ցույց չի տվել, ոչ մի մաթեմի մարզիչ չի եղել, միանգամից 0-ից գալիս է Ռեալ Մադրիդի գլխավոր մարզիչ։ Ու եթե ինչ որ մեկի մա Զիդանը օրինակը փորձի ստեղ բերել, նախ այդ կազմը չկա, որ կա Զիդանի ժամանակ, նախ Զիդանի ավտորիտետը չունի Arbeloan, այս երկուսը հիմնական ֆակտորն էր, որը որ Զիդանին օգնեցին, որ ինքը հասնի իր արդյունքներին։ Չեմ ասում, որ դա ամենահիմնական պատճառներից մեկն էր, բայց պատճառներից մեկն էր։ Ու ես կարծում եմ, որ Arbeloan շատ վատն է լինելու մոտակա ժամանակ։ Arbeloa-ին լուրջ չեմ վերաբերվում։ Հույս ունեմ, որ ամեն ինչ իմ ասածին հակառակ կլինի ու Alvaro Arbeloan արդյունք ցույց կտա ու մենք կբոմբենք, բայց առաջին իսկ խաղում մենք դուրս ենք թռնում արքայական գավաթից։ Սա իմ կարծիքներ, թե ոնց է եղել ամեն ինչ, գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում, արդյոք ինձ հետ համաձայն եք թե ոչ։ Տեսանյութը մի փոքր երկար ստացվեց, եթե մինչև հիմա այստեղ դիտել եք, ուրեմն երևի հետաքրքիր է ստացվել, լայքերը դնում եք, ռեպոստում եք տեսանյութը եւ չենք մոռանում բաժանորդագրվել, ժողովուրդ ջան։ Հաջորդ տեսանյութը կլինի, թե ես ում եմ ցանկանում տեսնել Ռեալ Մադրիդում ու ով պետք է Ռեալ Մադրիդից հեռանա, թեկուզ դաժե հենց հիմա։ Այն ֆուտբոլիստներն, որ ես չեմ ուզի տեսնել Ռեալ Մադրիդում։